Լրատվական ռադիո FM 106 և 5 Բարև ամենապահանջկոտ ու հետաքրքրասեր ռադիո լսողին։ Լրատվական ռադիոյի եթերում իր աշխատանքն է սկսում մեծ լուրերի թողարկումը։ Տաղավարում Մարիթարյանն ու Գարեգին Խումարյանն են աշխատում։ Նախ համառոտ այն ամենի մասին, ինչը անպայման կհետաքրքրի ձեզ։ Թշնամու լեզուն ակադեմիական մակարդակով ադրբեջաներին դասագիրքը լույս տեսավ։ Ի տարբերություն հարևան երկրում եղածների, այն զուտ ուսուցողական է եւ քարոզչություն չի պարունակում։ Ուսումնասիրություններ հիմնականում անում են 3 ուղղություններով՝ լեզու, ադրբեջաներեն լեզու արդյունքը սա է, գրականություն եւ պատմություն։ Ընտրություններից հետո ամենակննարկվող թեման կոալիցիայի կազմավորումն է։ Ում եւ ինչի համար է պետք կոալիցիան, ովքեր են լինելու այս խորհրդարանի գլխավոր հերոսները։ Արժևում նախագահական ընտրությունները կոալիցիան կլինի այդ գրավականը, որ համաձայնությունը գործելու է։ Սև ամպեր են կուտակվել ԱՕՔՍ-ի շենքի գլխին։ Ասում են 130 տարվա պատմամշակութային արժեք ունեցող համաձայնեք քաղաքի ամենասիրուն շինության փոխարեն բարձրահարկ հյուրանոց է լինելու։ Ուղղակի կառլավան են խորը շենք կառուցելու համար։ Ձեր ռադիոընթունիչը 106.5 հաճախության վրա է եւ այդպես էլ թող մնա։ Այնինչ չի կարելի գնել մեծ փողերով, կարելի է գնել շատ մեծ փողերով։ Ազգային ժողովի ընտրություններից հետո առաջին միտքն է, որ գալիս է քաղաքագետների գլխում։ Այս օրերի ամենաքննարկվող թեման կոալիցիայի կազմավորումն է։ Կարծիքները տարբեր են, երբեմն էլ շատ զգացմունքային։ Քաղաքագետներից շատերը համոզված են, որ առաջիկայում կոալիցիա կկազմեն Հանրապետական, Բարգավաճ Հայաստան եւ Օրինաց երկիր կուսակցությունները։ Ամենաքննարկվողը Հանրապետական եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունների հարաբերություններն են։ Բանն այն է, որ եթե Բարգավաճ Հայաստանը նորից Հանրապետականի հետ կոալիցիա կազմի, ստիպված կլինի նախագահական ընտրություններում սատարել գործող նախագահին։ Նման բան է պարտադրում անցած տարվա փետրվարին ստորագրված կոալիցիոն հուշագիրը։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունից բացասական հայտարարությունները շարունակում են հնչել։ Վարդան Օսկանյանն օրինակ կտրականապես դեմ արտահայտվեց ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուն։ ԲՀԿ-ից ընտրված մեկ այլ падգամավոր Վահե Հովհաննիսյանը իմաստ չի տեսնում իրենց մասնակցությունում հնարավոր կոալիցիային։ Իրենք ստացել են մեծամասնության ձայները եւ թող խորհրդարանում ստանձնեն ամբողջ պատասխանատվությունը, իր հերթին հայտարարեց ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանը։ Քաղաքական կոալիցիաներ տարբեր ժամանակներում, տարբեր ֆորմատներով միշտ էլ ձևավորվել են, այնպես որ այս անգամ եւս բացառել դա բոլոր քաղաքական ուժերի համար չեմ կարող։ Իրավիճակն այլ է Բարգավաճ Հայաստան կուսակցության մասնակցության առումով։ ԲՀԿ-ն ստացել է Հայաստանի պայմաններում շատ մեծ քանակությամբ իրական ձայներ՝ մոտ կես միլիոն։ Ամեն ինչից բացի վտանգ կա ստանձնել պատասխանատվություն առանց արդյունավետ լծակների։ Այս ամենը նկատի ունենալով չեմ կարծում, թե Բարգավաճ Հայաստանի մասնակցությունը հնարավոր կոալիցիային ճիշտ է։ Սա էլ ԲՀԿ-ական Ստեփան Սարգսյանի կարծիքն է։ Հարցի շուրջ երկու թևի են բաժանվել նաև հանրապետական падգամավորները։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով ՀՀԿ-ականների մի մասն այնուամենայնիվ ցանկանում է կոալիցիա կազմել ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի հետ։ Բարգավաճ Հայաստանին այդպես զսպելու եւ իրենով անելու համար գրում է թերթը։ Հանրապետական կուսակցության մի հատվածն էլ կտրականապես դեմ է եւ պնդում է, որ դրա անհրաժեշտությունը բացարձակապես չկա։ Հիշեցնենք Բարգավաճ Հայաստանի վերջին շրջանի կեցվածքը։ Մամուլում նաև այն կարծիքն է շրջանառվում, որ այդ ստեղծվելիք կոալիցիան երկար չի տևի։ Նույն նախագահի ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը վերջնականապես կջնջի Բարգավաճ Հայաստանին, հիշեցնելով ազգային ժողովի ընտրությունների ողջ ընթացքում այդ կուսակցության ընդդիմադիր պահվածքը։ Քաղաքական դաշտում հնարավոր է ձևավորվի երկկուսակցական համակարգ։ Մայիսի 6-ի ընտրություններից հետո նման եզրահանգման է եկել քաղաքագետ Լևոն Շիրինյանը։ Ըստ քաղաքագետի այդ երկու կուսակցություններն են Հանրապետականն ու գնալով ավելի ընդլայնվող Բարգավաճ Հայաստան կուսակցությունը։ Ինչ վերաբերում է գործող կոալիցիայի պահպանմանը, ապա Շիրինյանը կարծում է, որ դա առաջին հերթին անհրաժեշտ է Հանրապետական կուսակցությանը։ Միակ հնարավորությունը որ կար Հանրապետական կուսակցության եւ Բարգավաճի միջեւ լիներ ոչ թե դաշինք կոալիցիա, այլ լիներ համագործակցություն։ Այսինքն խնդիրն է որ կայացած Հանրապետական կուսակցության կողքին կայանար նաեւ լիարժեքի իմաստով Բարգավաճ Հայաստան կուսակցությունը եւ նրանք ունեն կոնկրետ շահեր, սա այն դասական իմաստով կուսակցություն չի, որ ասենք հաշվես եւ այլն։ Հիմա որ թեւը գերագշռություն կստանա Բարգավաճի մեջ, դա էլ հարցը կլուծի, բայց
ես մի վատ զգացողություն ունեմ։ Կոալիցիան առաջանա, եթե Բարգավաճի մեջ քաղաքական թեւ գոյություն ունի, վստահ եմ, որ դա կառանձնանա, որը լավ չէր դինի։ Ես կուզենայի, որ երբ քաղաքական համակարգն առաջանար այնպես, ինչպես ամերիկյան քաղաքական համակարգն է, ինչու եմ ես դա ասում, որովհետև այս երկուսը շատ են առաջանցել մնացած 4-ի։ Դեռ մնացածները ըստ էության մարգինալ վիճակի մեջ են մեղվել այս օրերին։ Հիմա հետո կվերակենդանանան, կկարողանան իրենց տեղը գտնել, չգիտեմ, բայց բոլոր դեպքերում ես սրանք շատ են առաջ մեղված։ Մեկը ունի որակյալ մեծամասնություն կառավարող կուսակցության մասին է խոսքը, մյուսը հզոր թափով առաջ մեղվեց։ Ճիշտ կլներ, որ համագործակցեին, բայց նաև վնաս չգրեր։ Մամուլում ակտիվ քննարկում են նաև Ժառանգություն, Հայաստանի Հանրապետական կուսակցություն, Բարգավաճ Հայաստան կուսակցությունների եւ Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքի միջև հնարավոր կոալիցիայի ստեղծման հարցը։ Շարունակում է տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը։ Շատ մարդիկ զարմացած են ժառանգությունով in terms of sacrificing. Զարմացած են, որ ժառանգություն կուսակցությունը իր, այսպես ասած, ակնառու որոշ падգամավորները զոհաբերեց նոր ժողովրդավարների, նոր դեմոկրատների հետ դաշին կազմելու համար։ Ինձ համար ցավալի կլինի, որ ժառանգությունը ցանկացած տեսակ համաձայնություն գա իշխանությունների հետ։ Բայց իրական ընդդիմադիր ուժը հիմա Հայ ազգային կոնգրեսն է։ Անկախ այն բանից դա մեզ դուր է գալու թե դուր չի գալի, բայց հաշվի առնելով ընդդիմադիր ուժ։ Վերլուծաբաններն ասում են, որ քաղաքագիտական առումով կոալիցիայի ձևավորումն ըստ էության սխալ է, քանի որ Հանրապետական կուսակցությունը սահմանադրական մեծամասնության համար անհրաժեշտ 66 հոգու փոխարեն այժմ ունի 70 падգամավոր, ասել է թե ինքն է իրադրության տերը, ու նման պայմաններում կոալիցիոն փաստաթուղթ ստորագրելը մեղմ ասած կդիտվի նախագահի ընտրություններին ընդառաջ քայլ։ Մեզ է միանում քաղաքագետ Ստեփան Դանելյանը։ Կոալիցիայի իմաստը ես տեսնում եմ միայն մի դեպքում, երբ որ կոալիցիա է ձևավորվում, կոալիցիա է ստեղծվում կառավարություն ձևավորելու համար։ Մենք տեսնում ենք, որ Հանրապետական կուսակցությունը ինքնուրույն կարող է կառավարություն ձևավորել եւ նաեւ պատասխանատվություն կրել։ Սակայն հնարավոր է, որ Հանրապետական կուսակցությունը գնա կոալիցիայի Բարգավաճ Հայաստանի հետ կառավարություն ձևավորելու համար միայն մի դեպքում Արչևում նախագահական ընտրություններ են եւ եթե իրեն գան որոշակի պայմանավորվածության ապագա նախագահական ընտրությունների մասին, այդ դեպքում այդ կոալիցիան կլինի այդ գրավականը, որ այդ համաձայնությունը գործելու է։ Այլ դեպքում կոալիցիան որևէ իմաստ չունի։ Սև ամպեր են կուտակվել AOX-ի շենքի գլխին։ Շենքը կարծես թե քանդում են, իսկ այն ընդգրկված է Երևան քաղաքի պատմության ու մշակութային անշարժ հուշարձանների պետական ցուցակում եւ ունի պատմական նշանակություն։ AOX-ի շենքը կառուցել են դեռևս խորհրդային ժամանակաշրջանից առաջ։ 1910 թվականին Աֆրիկյանը եւ մի շարք այլ բարերարներ այն կառուցել էին ջրծաղիկի համաճարակից տառապող հիվանդներին այստեղ բուժելու համար։ 1950-ական թվականների սկզբին նախկին հիվանդանոցի շենքի ետնամասում ավելացվել էր մի նոր հատված, որն էլ այժմ քանդում են։ 130 տարվա պատմամշակութային արժեք ունեցող շինության փոխարեն ըստ տարածված տեղեկությունների բարձրահարկ հյուրանոց է լինելու։ Տարածքը ձեռք է բերել Local Developers ընկերությունը, շենքը սկսեցին քանդել ընտրությունների նախորդ օրը։ Այն մասին, որ շենքը քանդվում է, հազանգեցին մի քանի քաղաքացիական նախաձեռնություններ։ Նրանց խոսքերով պատմական կառույցը կարող է զոհ գնալ բիզնեսային ցնորքի ալիքին։ Մեզ է միանում մեր քաղաքը նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանը։ Այս պահին ոչ մի բան չի գնում, որովհետև իրենց ընդհանրապես թույլտվություն ունեին փոսորակ փորելու հետազոտման նպատակով, բայց իրենք ոչ թե հետազոտման նպատակով են փորել, այլ ուղղակի կառլավան են փորել շենք կառուցելու համար։ Մշակույթի նախարարությունում ասեցին, որ Սամվել Մայրապետյանը պատրաստվում է 7 հարկանի հյուրանոցային համալիր այդտեղ կառուցի, հետագա բարեկարգումով շրջապատը, բայց ոչ թե բարեկարգել AOX-ի շենք։ AOX-ի շենքը ուղղակի ասում եմ, բարի իմաստով քանդվել է։ Բացի դրանից Աբովյան 3-1 շենքը որ կա, այդ անկյունում Պուշկին Աբովյանն հատվածում, եթե կառուցվի այդ կատլավանը որ փորվել է, եթե ուղղությունը նայեք, ուղիղ գնում էր այդ AOX-ի շենքի վրա, որը իրանց թվաց որ ավելորդ է, որ ուղղանկյուն ստանան։ Այսինքն այդ շենքի բնակիչների պահնելը այստեղ խնդիր կա, որովհետև եթե 7 հարկանի շենք ինքը կառուցեց, իսկ այդ AOX-ի ներքևի շենքը, սև շենքը նորից մշակույթի կոթող
լավ հուշարձան, Հիմա եթե իրենք մոտավորապես 70 մետր սանտիմետր տարածությամբ ոնց որ պատրաստվում են, այդ շենքը դնեն, դուք ոնց եք պատկերացնում, այդտեղ հակահրդեհային խնդիրներ, այսինքն հյուրանոցը բացելու է պատուհանը ու նայի ուղիղ դիմացի շենքի պատուհանի մեջ, չլսված բան է, որտեղ այնտեղ դուռ կա, պատուհան կա ու նույնը հակառակ, այսինքն մշակույթի կոթողը ոչ թե ինքը հենց շենքն է պահպանվում, այլ այդ միջավայրը նաև իր շրջապատը, իսկ դա չի կարելի այդպես բռնել, խցկել արանքները։ Ոնց որ բացի աղոքսից կա նաև այս երկրորդ խնդիրը, որի վրա ես չեմ բացառում, որ նույնպես Մայրապետյանի ուրեմն նախորդ բացվի։ Մշակութային հուշարձանների պահպանման գործակալությունում սակայն վստահեցնում են, որ ոչ ոք չի պատրաստվում քանդել աղոքսի շենքը։ Հերքում են նաև մշակույթի նախարարությունում։ Շենքը ոչ թե քանդվում է, այլ ամրացվում, իսկ հետևում որևէ շինարարություն չի կարող լինել։ Այսօր էմի թղթակցին ասել են մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։ Նրանց խոսքով այդ շենքը քանդելու համար պետք է տրվեր մշակույթի նախարարության թույլտվությունը, որը չի տրվել։ Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արթուր Գևորգյանն էլ ասում է, որ իր տեղեկություններով շենքը ոչ թե քանդվում է, այլ հետնամասում շինարարություն է ընթանում։ Իսկ նման շենքը քանդելու համար պետք է մշակույթի նախարարության թույլտվություն, որովհետև քաղաքապետարանը զբաղվում է միայն շինթույլտվություն տրամադրելու։ Դարձյալ մեզ է միանում Վարդան Գերավետյանը։ Միանշանակ ստում են իրենք, որովհետև ինչ է նշանակում բարեկարգել, եթե դրեցին օրը ցերեկով, կրանը դրեց ու քանդեց, ուղակի քանդեց։ Քարերը ոչ համարակալվել են, այս պահին իրանք նախագիծ չունեն, կա հաստատված փաստաթղթեր, չկա կառավարության որոշում։ Բարեկարգումը դա նա է, երբ որ ինչ որ փոշի է նստել կամ ինչ որ մի քարե կոտրվել է, դու բերում ես մի քիչ ինչ որ ուզում ես տեսքի բերես։ Բայց երբ որ դնում ես շենքի մի մասը քանդում ես, դա ինչ բարեկարգ է, հեքիաթ է։ Դա բացարձակ ստախոսություն է, ինչը սկսվեց Արևիկ Սամվելյանից եւ Կարո Այվազյանից, որոնք փորձում են հարությանը մոլորության մեջ գցեն։ Որովհետեւ այդ քանդման process-ն էլ ենք մենք նկարել, բոլորն էլ տեսել են, թե ինչ էր ու ինչի վերածվեց։ Հետագա բախտը թե ինչ է լինելու, ասեմ, ու բացարձակ ոչ ոք չգիտի։ Ոչ մշակույթի նախարարությունը գիտի, ոչ էլ են։ Բոլորը նստած սպասում են, թե local developer-ի տնօրեն Սամվել Մայրապետյանը հերթական անգամ ինչ երաժշտություն ուրեմն կպատվիրի, որ բոլորը դրա տակ պարեն։ Մինչև օրս շինարարական աշխատանքներ կատարվող տարածքում չկա կապցրած ցուցանակ, թե ով է ընդհանրապես այդ ամեն ինչով զբաղվում։ Ապօրինությունը սկսվում է հենց առաջի հենց դռան շեմից։ Լավ լուր բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում էին սովորել թշնամու լեզուն։ Հայաստանում առաջին անգամ հրատարակվել է ադրբեջաներենի դասագիրք։ Մտահաղացումը Երևանի պետական համալսարանի թուրքագիտության ամբիոնինն է։ Նախագիծը հովանավորել է Արցախ բանկը։ Ինչպես ասում է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը, ադրբեջաներենի ուսուցման այս ձեռնարկը երաշխավորված է Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի կողմից։ Լեզվով զբաղվող առաջին լուրջ ակադեմիական մակարդակի աշխատանքը իրականում կատարել է գրքի հեղինակ Լիլիթ Մովսիսյանը, որը թուրքագիտության ամբիոնի մեր դասախոսն է եւ նաեւ ատենախոսություն է պատրաստում, այսինքն ավելի նեղ գիտական ուսումնասիրում է ադրբեջաներեն լեզուն, նաեւ մենք ներառել ենք, այսպես ասած, լեզվի կրողների, մասնավորապես Բաքվի փախստականների նախկին, որոնք լեզվի կրողներ են եւ որոնք իրենց գիտելիքները նույնպես կիսում են ուսանողների հետ։ Թուրքագիտության ֆակուլտետը վաղուց էր մտահոգվում ադրբեջաներենի ուսուցման հարցով, դեռևս 2008 թվականից ուսանողները սովորել են ադրբեջաներենը, բայց առանց դասագրքի։ Լիլիթ Մովսիսյանը պատմում է, որ առանց դասագրքի լեզու դասավանդելը բավականին բարդ գործ է։ Ուսանողները բողոքում էին, որ դասաժամի ընթացքում նրանք հազիվ հասցնում էին գրել օրվա թեման։ Այսօր ադրբեջաներենի ուսուցանումը ներառվել է թուրքագիտական եւ միջինասիական լեզուների ուսումնասիրությունների շարքում։ Հետաքրքիր է, որ ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանում հայագիտության ամբիոնն ավելի վաղ է ստեղծվել։ Ռուբեն Մելքոնյանը սակայն ասում է, որ Ադրբեջանում շեշտը դրվել է ավելի շուտ քաղաքականացված հակաքարոզչության վրա եւ բացակայում է գիտական կողմը։ Կարճ ասած, Ադրբեջանում հայագիտությամբ զբաղվողները հայատյացությամբ են զբաղվում։ Մեր դեպքում ամեն ինչ ակադեմիական մակարդակի վրա է։ Ուրեմն ասեմ, մենք ուսումնասիրություններ հիմնականում անում ենք 3 ուղղություններով՝ լեզու, ադրբեջաներեն լեզու արդյունքը սա է,
գերականություն եւ պատմություն։ Պատմությունը իր մեջ ներառում է հատկապես Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների իրավիճակը, նրանց նկատմամբ քաղաքականությունը, ինչպես նաեւ ներքին քաղաքականությունը Ադրբեջան։ Ուսումնասիրությունները դեռ սկզբնական փուլում են, շուտով արդեն մի քանի հոդվածների տեսքով եւ միջազգային գիտաժողովների ելույթների տեսքով կլինեն արդյունքներ եւ անշուշտ մենք շեշտը դնում ենք այն հանգամանքի վրա, որ այդ ելույթները, այդ թեզիսները հրապարակվեն ավելի լայն, այսինքն լսարանի մոտ միջազգային ասպարեզում եւ օտար լեզուները, որպեսզի այդ ամբողջ կեղծարարությունը, որ կա Ադրբեջան պետության տարբեր համակարգերում եւ գիտական եւ քաղաքական, դա նաեւ ավելի լայն տարածվի համաշխարհային մամուլում, համաշխարհային գիտական շրջանակներում եւ իր հետ բերի համապատասխան արձագանք։ Գրքի հեղինակը Լիլիթ Մովսիսյանը ասում է, որ գիրքը կրում է զուտ ուսուցողական բնույթ, այն իր մեջ քարոզչություն չի պարունակում։ Երևանում հերթական կանաչ տարածքն են պատրաստվում ոչնչացնել։ Խոսքը Նորագավիթում գտնվող 12 հեկտար պտղատու այգիների մասին է։ Մարդիկ ու բնապահպաններն իրար են անցել։ Մանրամասները մեր գործընկեր Յանա Շախրամանյանն է ներկայացնում։ Նորագավիթի բնակիչ Սպարտակ Գրիգորյանը իր կյանքը չի պատկերացնում առանց հողի։ 20 տարվա ընթացքում նաև իր հարևանները աճեցրել ու մշակել են 12 հեկտար պտղատու ծառերով այգիներ։ Այսօր այդ այգիները պատրաստվում են ոչնչացնել։ Բնակիչներն ԱՄԵԿ+-ին պատմել են, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը այս տարածքում մարզադաշտ է կառուցելու։ Դա էլ որ խլում են այս ժողովուրդ ուր պետք է գնա։ Երիշի ամբողջ ժողովուրդը աշխարհում մեկ ծրվավ, հիմա էլ մեզ են ուզում հանեն։ Մեր համար ցավալի է, որ ընդմիշտ մեզանից պետք է վերցնեն ու սահմաններ դնեն, այդտեղ սպորտզալ սարքեն, պարնիկներ սարքեն։ Հերոստա եթերով անցած տարի եմ լսել, որ միջև ամիսը պետք է Ռուբեն Հայրապետյանը պետք է ստեղ խաղադաշտ սարքեն։ Փող ունի, թող գնա մի հատ այնստեղ որ մարդաբնակ Դրանով ենք մենք յոլա գնում։ Ոչ աշխատանք կա, ջահելությունը սաղթուն է։ Էդ էլ որ առնի ժողովուրդը թողեցան մեռնեն։ Լրատվական ռադիոն կհետևի այս պատմության զարգացմանը։ Թիֆլիսի հայկական Սուրբ Նշան եկեղեցու գմբեթը փլուզվել է, այս մասին թերթ-ին հայտնել է Թիֆլիսի հայկական ասամբլեայի համակարգող Բազմազգ Վրաստան հասարակական կազմակերպության նախագահ Արնոլդ Ստեփանյանը։ Նա նաև հայտնել է, որ մոտ 2 ամիս առաջ Վրաստանի պատրիարք Հարանի հետ ձեռք էր բերվել պայմանավորվածություն, որ Վրաստանի իշխանությունները կամրացնեն Սուրբ Նշանի պատերն ու հիմքը։ Սակայն այս փլուզումից հետո խոսքն այլևս ոչ թե ամրացման, այլ վերակառուցման մասին կարող է լինել։ Ինչպես հաղորդում է Վզգլյադ պարբերականը, փլուզվել են նաև Օրտաջալա թաղամասի 18-րդ Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Սուրբ Աստվածածին եկեղեցին Արնոլդ Ստեփանյանի տեղեկացմամբ վաղուց չի գործում, այնտեղ ապրում են մարդիկ։ Հիշեցնենք, որ եկեղեցիները փլուզվել են Վրաստանում ջրհեղեղի ժամանակ։ Մեզ է միանում Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նարեկ Քահանա Խուշչյանը։ Փլուզվել է եկեղեցու մուտքին կից զանգակատունը, որը վտարային վիճակում էր եւ 1-2 ամիս առաջ ամրացման աշխատանքներ էին ծավալվել, բայց երևում է վերջին օրերի ամսուտի երկրաշարժը որտեղից Թբիլիսիում եւ վերջի 3-4 Թբիլիսիում անընդհատ հորդարատ անձրևներ են։ Երևում է դա եղավ պատճառը, որ եկեղեցու այդ հատվածը փլուզվեց։ 2 ամիս առաջ սկսվեցին այդ ամրացման աշխատանքները։ 2001 թվականին հրդեհվել էր կոմունիստական շրջանում այստեղ արխիվը եղել գրքերը պահեստեր 2001-ին մեծ հրդեհ է եղել։ Դրանից հետո տարիներ շարունակ եկեղեցի դռները բաց են եղել, բայց մեջը միշտ աղտ է եղել վարվակների կույտ եւ մայրաթորի եւ այդպես մենք արձագանքեցինք եւ պետությունը ձեռնարկեց մի շարք գործողություններ, որոնք փորձեց ամրացնել սյուները եւ կաթեր բաներով կոլոնաներով փորձեցին ամրացնել սյուները, որպեսզի հանկարծ եկեղեցին չփլուզի։ Այդ մուտքը բավականին մեծ ճաքեր ուներ։ Մուտքի տակնել էին վետերայի ենթացիկ բաները, խմում է տասոր, ինչ-որ եղել է դա, այսպես դա էլ չփրկեց, եկեղեցի ծանր վիճակում էլ դա էլ չփրկեց։ 2002 թվականից վիրահայեցությունը առաջնորդը եւ մենք բոլորս շատ անգամ ու շատ տեղեր դիմել ենք, որպեսզի եկեղեցին վերադարձվի, այդ մասին խոսել է նաեւ Վեհապար Հայրապետը եւ Թբիլիսի ժամանակ։ Սա արդեն երկրորդ դեպքն է, որ անդրի թողած եկեղեցիներ, որոնք իրականության մեջ մշակույթի նախարարության բալանսի վրա Եվ քանի որ վրաց պատրիարքարանը պնդում է, որ դրանք իրականում վրացական են եւ ոչ թե հայկական, պետություններ ձեռնպահ է, որպեսզի որևէ կոնկրետ լուծում տա եկեղեցիների եւ եկեղեցիները մնում են այսպես անտեստ եւ հետևանքը լինում է սա։
Եվ էլի Վրաստանում հայկական եկեղեցիների մասին հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը նամակ է հղել Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին, որում եւս մեկ անգամ խնդրում է համայնքին վերադարձնել 5 հայկական եկեղեցիները, որ միջոցներ ձեռնարկեն հայկական մշակութային կոթողների պահպանության ուղղությամբ։ Նամակով դիմել է նախարարային, խնդրանքով, որպեսզի եկեղեցիները, 5 եկեղեցիները Թբիլիսիում եւ մեկը Ախալցիում, որոնք դեռևս չեն վերացականացվել, բայց վերջի 10 տարիների ընթացքում չեն վերադարձել մեր թեմին, շուտապույտ ձևով վերադարձեն թեմին, որպեսզի թեմը կարողանա համապատասխան աշխատանքներ տանել, որպեսզի եկեղեցիները չփանդվեն։ Եվ վերջում պաշտոնյաներն ու падգամավորները պետք է հոգեբանական ստուգում անցնեն, նման կարծիքի է հոգեթերապևտ Հարություն Մինասյանը։ Ըստ հոգեթերապևտի ընտրական օրենսդրությամբ պետք է սահմանվի ցենզ, որը կսահմանափակի հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող անձանց մուտքը խորհրդարան եւ պետական այլ օղակներ։ Այս խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում մասնագետը մեկ անգամ եւս համոզվել է իր տեսակետի ճշմարտացիության մեջ։ Թերթեմի հետ զրույցում Հարություն Մինասյանը ասել է, որ պաշտոնական քարոզարշավի ժամանակ ուժերի ներկայացուցիչների եւ մեծամասնական տեխնացուների ելույթները լսելով падգամավորի բազմաթիվ տեխնացուների մոտ ինչ-ինչ հոգեբանական խնդիրներ է նկատել եւ համապատասխան ախտորոշում արել։ Հոգեթերապևտը ախտորոշվածների կոնկրետ անուններ չի հնչեցրել, քանի որ դա ոչ միայն էթիկայի նորմերից է դուրս, այլև արգելված է բժշկական գաղտնիքի մասին օրենքով։ Հարություն Մինասյանը վստահ է, որ իր այս առաջարկին ուշադրություն չեն դարձնում, քանի որ քաղաքական ուժերին այն ձեռնտու չէ։ Նրանց մի կողմից հաճելի չէ, մյուս կողմից էլ այս բժշկական ստուգումը կարող է ստվերել իրենց գործունեությունը, եթե պարզվի օրինակ, որ տեխնացուն խնդիրներ ունի, ասել է հոգեթերապևտ։ Թերթեմի հետ զրույցում Տավուշի մարզի Իջևանի բժշկական կենտրոնի հոգեբույժ Համլետ Հարությունյանն էլ ասել է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերի եւ տեխնացուների ելույթներում չի նկատել այնպիսի երևույթներ, որոնք կվկայեին տեխնացուի հոգեկան անառողջության կամ ոչ ադեկվատության մասին։ Այսքանը հետևեք լրատվական ռադիոին, իսկ մենք Մարիթարյանն ու Գարեգին Խումարյանը ձեզ հրաժեշտ ենք տալիս։ Հաջողություն ձեզ։